Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Աշխարհասփյուռ հայություն, հայոց աշխարհաժողով հաղորդաշարի ինչ անել հաղորդման հերթական հյուրը բոլորի կողմից հարգված եւ սիրված փաստաբան Արա Զորաբյանն է։ Բարև ձեզ, պարոն Զորաբյան, բարև եկեք մեր տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Զորաբյան, մի անգամից սկսենք ամենակարևորից մայիսի 4-ին եվրոպացիները գալիս են Հայաստան իրենց ասելով ինչ որ քաղաքական սամիտ անցկացնելու։ Եվ մենք գիտենք, որ դա, այսինքն գիտակից հայերը հասկանում են, որ դա այդքան էլ այդպես չէ, այդ ամեն ինչը կախված է առաջիկա ընտրությունների հետ։ Ես ուզում եմ այսօր խոսենք Եվրոպայի երկակի ստանդարտների մասին։ Մանավանդ մարդու իրավունքների, ընդհանրապես խղճի ազատության, կրոնի, այդ բոլոր իրավունքները միջազգային որ գոյություն ունեն, կոպտաբար խախտվում են, դուք անմիջապես դրա մեջ եք, ամբողջ օրը օր ու գիշեր քուն չունեք, փորձում եք պահպանել, փրկել մեր եկեղեցին, ընդհանրապես եկեղեցին, անձերի մասին չեն խոսում, այդ հարձակումներից։ Այնպիսի հարձակումներից, որ երևի պատմության մեջ երբեք լսված չի եղել, նեոբոլշևիկյան, ես կասեի, ժամանակաշրջանում են նման հարձակումներ եղել, եւ եթե Աստված մի օր ասի, այսպես շարունակվի այդ նման իշխանությունը մնա իշխանության, դա իմ անձնական կարծիքն է, ապա նեոբոլշևիկներին երևի կարոտով հիշենք։ Խնդրեմ ձեր կարծիքը այդ երկակի ստանդարտների մասին, ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ցավոք դուք ճիշտ եք նկատել, գործում են երկակի ստանդարտներ։ Մենք լավ գիտենք, որ Եվրոպական երկրների միությունը ի վերջո ստեղծվել է քրիստոնեական արժեքների պաշտպանության համար։ Այսինքն այդ երկրների ժողովուրդները ակնկալել են, որ պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որպեսզի բոլորը արդար պայմաններում ապրեն եւ բացի նրանից, որ իրենք պետք է ապրեն, այլ նաեւ պետք է դա տարածեն այլ երկրներում։ Եվ պատահական չի, որ այդ ինտեգրման գործընթացը տեղի ունենում նաեւ այլ երկրների հետ կապված հարաբերություններում։ Մենք եվրոպական ստանդարտները տեսել ենք նախկին իշխանությունների ժամանակ, այդ բառերը պետք է օգտագործել ցավոք, որովհետև դա նախկին իշխանություն արդեն այսօր կարծես խարանի նման մի բան լինի։ Մենք տեսել ենք այդ ժամանակ եվրոպական ստանդարտը չէր ուշանում։ Մի անգամից միջամտում էին, խախտել եք, սա եք արել։ Ամենաթեթև բաների դեպքում։ Հիմա դա չենք տեսնում։ Եվ առավել եւս, երբ որ ակնհայտ տեղի ունենում բացահայտ ապօրինի միջամտություն, թեկուզև եկեղեցու ներքին կյանքի մեջ։ Դուք պատկերացնում եք նախկին իշխանությունները փորձեն եկեղեցու ներքին կյանքի մեջ ներխուժեն եւ այն էլ բացահայտ։ Այս պայմաններում բնականաբար եվրոպական այդ միջազգային կառույցների լռությունը եւ նրանց բնականաբար նույնիսկ թողտվությունը արդեն խոսում է հակառակի մասին եւ ցավալի է, սա շատ վատ հետևանք է ունենալու նաեւ վստահության առումով։ Շատերը արդեն սկսել են չվստահել այդ կառույցներին։ Դա իհարկե, նույնիսկ Եվրոպայում չեն վստահում արդեն իրենց իսկ իշխանություններին, դա բացահայտ երևում է նրանց ցույցերի եւ ամեն ինչի համար, ամեն ինչի դեպքում, գիտեք ինչն է նաեւ հետաքրքիր, պարոն Զորաբյան, որ այո, դու շատ ճիշտ նկատեցիք, որ նախկինում շատ թեթևակի ինչ որ նույնիսկ ոստիկանության հետ նույնիսկ ցուցարարների կողմից ցուցաբերած ինչ որ անկարգության դեպքում, երբ որ ոստիկանները միջամտում էին, այնպիսի աղմուկ էին բարձրացնում, բոլոր դեսպանատներից եւ այլից խոսում էին, իսկ հիմա ակնհայտ, ձայնագրված, ձայնագրված բոլոր խախտումները առերես նրանց մոտ քար լռություն է, մինչ այսօր մի հատ ծպտուն չեն հանել, եւ տեսեք այդ ամբողջը որ կատարում է այսօր բառացիորեն եկեղեցի են գրավել իշխանությունները, քաղաքական իշխանությունը այսօր հովանավանքը գրավել է, կարելի է այդպես ասել։ Այո, հենց այդպես էլ կա։ Ես կուզեի մի փոքր այսօր կենտրոնանանք հենց մեր եկեղեցու, որտեղ այդ ազգային կառույցը, որ այս դարերի ընթացքում, հազարամյակների ընթացքում մնացել է, ես համարում եմ, որ նա միակ եւ անխախտելի իրական ազգային կառույցն է, որ մեր ինքնությունը պահելով, որի շնորհիվ մենք այսօր գոյություն ունենք։ Որտեղ 700 տարի մոտավորապես չունենալով պետականություն, հենց եկեղեցին է պահել պետականությունը։ Կխնդրեմ դուք եք ձեր մեկնաբանեք, ինչպես եք մտածում այդ մասին։ Նախ կարծում եմ անվիճելի է, որ եկեղեցին դա ազգային ամենակարևոր ինստիտուտն է եւ մեր ինքնության պահպանման ամենամեծ պահապանը։ Եվ նույնիսկ մենք այսօր որ առիթ ունենք հայրենով գրել եւ հաղորդակցվել, դա նույնպես եկեղեցու, այսպես ասեմ, շնորհքն է, այո։
Եվ հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները, այդ թվում միջազգային պայմանագրերը ուղղակի երաշխավորում են եկեղեցու ինքնակառավարման իրավունքը, ինքնավարության իրավունքը։ Դա շատ պարզ եւ բնական իրավունք է, որովհետեւ ասում է, որ աշխարհիկ իշխանություն իրավունք չունես ներխուժես եկեղեցու ներքին կյանք։ Եվ շատ իրավակարգավորումներ չեն կարող եկեղեցու ներքին կյանքը կարգավորել։ Պարզ օրինակ բերեմ, ես ամեն առիթում այդ օրինակները բերում եմ, բայց փորձեմ կրկնվել։ Տեսեք, հասարակ բան, օրինակ կա մեր սահմանադրության մեջ եւ այլ օրենքներով խտրականության արգելքի սկզբունքը։ Այսինքն արգելվում է մարդուն սերով պայմանավորված խտրական վերաբերվես։ Նման արգելք կա։ Հիմա եկեղեցու ներքին կյանքի մեջ որ խորանանք, եթե մենք այդ իրավունքները սկսենք տարածել եկեղեցու ներսում, ապա կստացվի, որ այնտեղ բոլորը հանցագործ են։ Ինչու՞, որովհետեւ օրինակ կանանց թույլ չեն տալիս եպիսկոպոս դառնալ։ Կանոջը թույլ չեն տալիս խորան բարձրանալ։ Դրա համար անջատ է եկեղեցին։ Այո, այսինքն ուզում եմ ասեմ, որ այդ փակ տարածքի մեջ բնականաբար հենց այդ տեղն է, որտեղ մարդու ներսի հոգևոր աշխարհն է կարգավորում, այստեղ իրավունք չունի մուտք գործելու պետաիրավական որոշակի բաներ, իրավունքներ։ Առավել եւս ներքին իրանց կարգավորումները։ Կարգալույց կանեն քահանային, չեն անի քահանային, աշխարհիկ դատարանը իրավունք չունեն այդ հարցով վեճ լուծել։ Ինչու՞, որովհետեւ պատկերացրեք, եթե մի քահանայի օրինակ կարգալույց անեն, որովհետեւ նա օրինակ սուրբ երրորդության վերաբերյալ այլ պատկերացում ունի, այսինքն դավանաբանական ինչ-որ այլ մոտեցում ունի, եւ մեր աշխարհիկ մի դատավոր, օրինակ աթեիստ մի դատավոր, որոշի որ այդ ինքը ճիշտ է այդ քահանան։ Ամբողջ ասենք այդ հազարամյա պատմություն ունեցող եկեղեցուն հանի սխալ։ Սա աբսուրդի իհարկե ժանրից է եւ բնականաբար եվրոպական դատարաններ մենք բազմաթիվ փորձեր ունենք, դեպքեր ունենք, նախադեպեր ունենք, որ թույլ չի տվել։ Օրինակ այդ առումով շատ հետաքրքիր է նաեւ Բուլղարիայի փորձը, եվրոպական դատարանը ուղիղ հստակ իր խոսքը ասել է, ավելին, երբ որ այնտեղ էլ խորհրդային միության այդ բաները փոխվել են, կարգերը փոխվել են, ընդհանրապես տարբեր երկրներ նաեւ հետ խորհրդային պետության, այդ բանի նոր իշխանությունը փորձել է հոգևորականներին համարել այն ժամանակվա KGB-ի գործակալներ եւ սկսել է փորձել իշխանափոխության, այսինքն գործողություններ կազմակերպել եկեղեցու ներսում։ Այդ որ թվականներին ա եղել։ 90-ական սկզբներին։ Հենց որ փլուզումը գնաց սովետական բլոկի, հա։ Եվրոպական դատան այդ առումով բազմաթիվ որոշումներ ունի, որով հստակ ասել է դա կոնվենցիայի խախտում է, իրավունք չունի։ Իրավունք չունի։ Նույնիսկ այդ պարագայում իրավունք չունեք։ Հիմա այստեղ ինչ անում իշխանությունը։ Տեսեք, 2018 թվականին պարզ խոսենք, կային նաև որոշակի այն ժամանակվա մեր խոսքերով ասած Սորոսի ծրագրերով ղեկավարվող կազմակերպություններ, որոնք նաև զեկույցներ էին պատրաստում եւ այդ զեկույցներից մեկի մեջ նաև գրված էր հետեւյալը, որ պետք է եկեղեցուն հանել բանակից, եկեղեցուն պետք է հանել քերակատողական հիմնարկից, ուրեմն հայ եկեղեցու պատմություն առարկան պետք է հանել ծրագրերից եւ այսպեսի մի նախադասություն կար, հայ առաքելական սուրբ եկեղեցուն պետք է հավասարեցնել կրոնական կազմակերպություններին։ Մնացած բոլոր։ Այո, այսինքն բացառիկուց իր բացառիկ դերից իջեցնել, հասնել մի բանի վրա։ Եվ տեսեք, երբ որ 18 թվականին եկավ Նիկոլ Փաշինյան եւ իր թիմը, որոնց մեծ մասը գիտենք, թիմի մեծ մասը աթեիստներ են, նույնիսկ սատանիստներ են, ես կասեմ, ինձ թույլ կտամ։ Դրսևորումներ էլ այո կան։ Հիմա տեսեք, եկան իրենք եւ իրենց ամբողջ, նույնիսկ հիշում եք, ծաղրում էին։ Արայիկ Հարությունյանն կար, հիշում եք։ Միջև գալել էին ծաղրում, գալուց հետո էլ էին ծաղրում, հիմա էլ են ծաղրում։ Այո։ Հիմա տեսեք, այս թիմը, որ հիմա Նիկոլ Փաշինյանը իրենց ղեկավարում է իբրև շատ ուժեղ քրիստոնյա հանդես գալիս, բայց իր թիմը, այն մարդիկ, ովքեր ծաղրում են մեր քրիստոնեությունը, այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում եւ մեր ճակատագրի վերաբերել որոշումներ են կայացնում։ Հիմա այն ժամանակ, երբ որ իրենք եկան, արդեն ես ինքս այդ անհանգստությունը զգացի, որ եկեղեցու դեմ իրենք քայլեր են անում։ Նույնիսկ ես հիշում եմ այն 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ դեռ հիշում եք այդ իրենք մեծ ազդեցություն ունեն եւ ժողովրդի մի մասն էլ նույնիսկ անխնա հայոյում էր այն մարդկանց, ովքեր կարող հակառակ բաներ ասեն։ Իհարկե։ Նույնիսկ այդ ժամանակ ես շատ նուրբ, որ իհարկե նաև այդ մարդկանց թիրախում չայտնվեմ, ակնարկներով ասում եմ, որ 3 կարևոր ինստիտուտ կա, խնդրում եմ այս ինստիտուտները պահեք, դա եկեղեցին է, բանակը եւ ընտանիքը։ Իրենք թիրախավորեցին այս ինստիտուտները եւ ինչն է խնդիրը, տեսեք։ Հիմա ինչ ունենք արդյունքում։ Ուրեմն ունենք հայ եկեղեցու պատմությունը հանել են ծրագրերից, քրեակատական հիմնարկից մի քանի օր առաջ չթույլատրեցին արդեն, բանակից հանեցին, լուծարեցին այդ ծառայությունը,
Այսինքն ամեն ինչ գնում է հենց եկեղեցու դերը թույլատնելու։ Իրենք ասում են կրոնական կազմակերպությունները, հիմա էլ ընդ որում ներողություն, սա միտքս կշարունակեմ, ցանկացած փաստաթուղթ որ իրանք կազմում են, նույնիսկ հայցադիում երբ որ կազմում են կամ որևէ պաշտոնական նամակ գրում են հայ առաքելական սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպությանը։ Այդ է սա հիմա գրվում։ Այո, հիմա բոլոր իրենց բանի մեջ կրոնական կազմակերպություն դարձավ։ Շեշտադրում են, այո, կրոնական կազմակերպություն։ 2000 տարեկան առաջնային եկեղեցի դարձավ։ Ինձ որ քննարկման ժամանակ ասեն գործընկերը ասում են, բայց դե կրոնական կազմակերպությունը ինչու պետք է տարբերվի եւ այլն, բացատրում եմ, օրինակը այսպես են բերում, կենցաղային կարող է օրինակ լինի, բայց ասում եմ, լսի, դա նաեւ որ լինեն, ասենք, մի սենյակում մի 10 կին եւ քո մայրը։ Քո մայրը բացառիկ է, չէ՞, այսինքն դու բոլոր կանանց լավ ես վերաբերում, հարգանքով ես, բայց քո մայրը բացառիկ է։ Հյուրեր են, այո, այսինքն եթե դու մեկ տեղ ունենաս զիջելու, կզիջես մորդ։ Միանշանակ։ Այսինքն այս առումով ասում եմ, այո, բացառիկություն դու չես կարող մոռանալ։ Եվ այստեղ, երբ որ քեզ ստիպում են, որ սեփական մորդ ուրանաս, դա արդեն շատ վատ տեղ է տանում։ Եվ այս ամենի ֆոնի վրա բացարձակ լռությունը եվրոպական ոչ միայն կազմակերպությունների, քաղաքական գործիչների կողմից, այլ ես կասեի, որ նաև եկեղեցիները եւ նաև կաթոլիկ եկեղեցին շատ քաշված է պահում եւ գիտեք ինչ կա, ես պատկերացնում եմ այսպես, որ դա ընտանիք մտնելն է։ Եկեղեցու գործերի մեջ մտնելը հավասարազոր է ընտանիք մտնելու։ Եթե ես բռնություն եմ գործադրում եւ այլն, այդ ժամանակ իրավունք ունի ինչ որ ձև ընտանիք մտնելու, այսպես ասած, օրենքը։ Բայց մտնել եւ ասել, ով որտեղ պետքա քնի, ինչ պետքա անի, ինչ պետքա ուտենք եւ այլն, դա ոչ մեկի իրավունք տրված չի։ Ապրում ենք այս պետությունում, այս պետության քաղաքացիներ ենք, բայց ոչ ոք իրավունք չունի մտնի իմ ընտանիքի ներքին գործերի մեջ։ Հիմա նույն ինչ որ դուք ասացիք եւ եկեղեցին եւ բանակ եւ ընտանիք, շատ ճիշտ համեմատություն էր, պարոն Զոհրաբյան, որտեղ այդ ամեն ինչը իրար նման են։ Եվ ընդհանրապես մեր ընտանիքի այդ կռությունն է, որ մեզ պահում է։ Իսկ այսօր եվրոպական երկրները եւ իշխանությունները եւ նրանց քաղաքական գործիչները ոչ միայն եկեղեցի են մտնում, այլ հենց ընտանիք են ուզում մտնել։ Այդ քարոզներով, LGBT, ես քաղաքում տեսա մի քանի տեղ պաստառներ ա կպցրած, դա բարձրացակ արգելված է, որտեղ դա գովազդ է։ Մենք չենք ասում գնացեք այդ մարդկանց կախեք եւ այլն, բայց գովազդը պետք է արգելվի։ Դա շատ բնական օրենք է քրիստոնյա երկրում։ Տեսեք, երկու կարևոր բան էլ կա, որ այս ամբողջ խառնաշփոթի մեջ մենք նույնիսկ դրան մեծ ուշադրություն չդարձրեցինք։ Մեկը դա Ստամբուլյան կոնվենցիան էր, այո, որը իբրև պաշտպանում է կանանց եւ ընտանեկան բռնություններից, բայց այդ կոնվենցիայի, օրինակ, ես ինքս էլ այդ կոնվենցիայի դեմ պայքար եմ եղել, եւ այդ կոնվենցիայի նախատիպը, որը ընդ որում ընդունվեց նախկին իշխանությունների ժամանակ, բայց որոշակի խմբագրվեց եւ լավ էր որ խմբագրվեց, տեսեք, առաջին հայացքից դե մենք լավ գիտենք, որ չարը երբ որ ինչ-որ բան անում, ոչի գալիս ասում ես վատն եմ, ուզում եմ ձեզ վնասել։ Ընդհակառակը, հակառակը։ Նա փաթեթարմա գեղեցիկ ինչ-որ լավ։ Գառան մորթու օրինակը դրա համար է։ Գառան մորթով գայլ։ Հիմա տեսեք, ասում ես ուզում եմ պաշտպանեմ ընտանիքը, բայց ինքը ընտանիք հասկացության մեջ նաև խցկել էր զուգընկերներ բառը։ Այո։ Այսինքն, ընդ որում ձեզ ասեմ, երբ որ այդ կոնվենցիայի ինքը ունի նաև կառույց այդ կոնվենցիայի, Ստամբուլյան կոնվենցիայի, այո, Ստամբուլյան կոնվենցիայի իրագործման համար կան հատուկ կառույցներ եւ նույնիսկ երբ որ եկել են այստեղ ես ինքս էլ հանդիպեցի, այդ խումբը նաև հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես ինքս հանդիպեցի որպես դիմադրող այդ կոնվենցիայի եւ նրանց հետ խոսում եմ։ Ասում եմ, լսեք, ասում եմ, բայց դու ինձ ասում ես դու փաստաբան եք, դեմ եք, որ մենք պաշտպանենք, ասեմ ես բռնությանը դեմ եմ, իմ առաջին նախադասությունը սա է, ես բռնությանը դեմ եմ որովհետեւ տեսակի բռնությանը, այո դա պետքա դա լուծել հարցը, բայց ասում եմ հարց եմ ուզում տալ, ինչու եք դուք հիմա զուգընկերներ հասկացություն, ընտանիքի մոդելը փոխում, ու օրինակ եմ բերում, ասում եմ դե գիտեք ինչ, դա փակ տարածք է եւ որոշակի առանձնահատկություն է պետք, ասում շատ լավ, ասում եմ դե մի քիչ էլ թարգմանության կարող խնդիրնի, դե ընտանիք մի նայեք կենցաղային բռնություն, ասում լավ, դրանց օրինակ եմ բերում, ասում եթե հիմա զինվորական ասում եմ բանը գիտեն, կազարման, ասում զինվորները իրար հետ, որի փակ զոնա է, որ մեկը մեկին ծեծի, ինքը կարող է Ստամբուլյան կոնվենցիայից օգտվի, ասում եմ ոչ։ Այսինքն ասում պետքա սեռական ակտ լինի մեջները, որ ինքը օգտվի դրանից, ասում դուք ինչ եք հիմա, իսկ եթե ասեմ երկու լեսբու իրար հետ ապրում են մի տան մեջ, մեկը մեկին բռնություն գործած, ասած այո, Ստամբուլյան կոնվենցիան աշխատում է։ Հիմա տեսեք, իրենք հիմա, երբ որ իբրև դա պաշտպանում են, բայց զուգընկերներ բառը խցկել են
եւ փորձում են կարգավորել այդպես։ Հիմա տեսեք, Ստամբուլյան կոնվենցիան չի ընդունվել, բայց իրենք հաջողեցրեցին հանրակերտ համարվող օրենքը, որը նախկին իշխանության ժամանակ որոշակի փոփոխությունով ընդունվեց եւ զուգընկեր բառն էլ դուրս մղվեց։ Այո։ Հիմա իրանք էս վերջում էլի բերեցին խցկեցին այդ զուգընկեր բառը այդ օրենքի մեջ։ Հիմա այդ օրենքը էս բան գործում է, զուգընկեր հասկացությունն էլ եւ իրենք փորձեցին այսպես հանրությանը մոլորեցնել, ասելով որ զուգընկեր մենք նկատի ունենք ԶԱԳՍ-ով չամուսնացած զույգերի։ Բայց ես ասեմ, այդ նույն օրենքի մեջ գրած էր այսպես. ամուսիններ եւ գրեթե բացատրությունը գրած էր պետական գրանցմամբ կամ առանց փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձինք։ Այսինքն զուգընկերը հենց այնպես չէ դրված։ Զուգընկերը դրա հետ կապել չուներ, որովհետեւ այդ օրենքը, ես այն ժամանակ էլ ասում, այդ օրենքը արդեն ձեր ասած իրավիճակը ընտանիքի մեջ ներառել է։ Փաստական ամուսնական հարաբերություն, բայց իրանք խցկեցին զուգընկերը, հետո մենք այն ժամանակ հատուկ պնդեցինք եւ այդ կետը ներառեցին, որ երեխային չեն կարող առանց ծնողներից մեկի գոնեն համաձայնության տանել ապաստարան։ Իրենք դա էլ հանեցին։ Ես հիմա չգիտեմ գործնականում դա անում են թե չէ, բայց ցավալի է, նայեք, Ստամբուլյան կոնվենցիան էլ դա։ Մյուս մի բան էլ ասեմ այդ կոնվենցիայի համար, այդ եվրոպական ստանդարտից ենք խոսում։ Իրենք 20 թվականին այդ կոവിഡ്ի բանի ժամանակ բերեցին անցկացրեցին Լանզարոտեի կոնվենցիան, որը առաջի հայացքից տպավորություն է, որ լավ կոնվենցիա է, որովհետև պաշտպանում է երեխային սեռական բռնությունից։ Առաջին հայացքից շատ լավ է, բայց բոլոր իրանց բերած օրենքներն այդպես։ Բայց տեսեք ինքը ինչ է ասում։ Ասում է, որպեսզի ես երեխային պաշտպանեմ սեռական բռնությունից, մենք ասում ենք, այո, պետք է պաշտպանել։ Ասում են, պետք է երեխային բացատրեմ, թե ինչ է սեռական կյանքը։ Եվ երբ որ մենք գնում ենք մի հատ եվրոպական ստանդարտներ կա, հենց այդպես եվրոպական ստանդարտներ, ուրեմն 6 տարեկանից երեխային այնպես ինֆորմացիա են տալիս, որ ասենք մարդիկ կարող դա իմանում են 15-14 տարեկանում։ Պսիխիկայի վրա ազդում է արդեն։ Եվ մի հոգեբան, նաև սեռաբան, այսինքն այդ մասնագետների հետ խոսալու ժամանակ նա հետարքիր միտք էր ասել մասնագետներից մեկը, ասում էր երեխայի անմեղությունը սեռական կուրության մեջ է։ Այո։ Այսինքն երբ որ բան երեխան իմանում է ինչա սեռական կյանքը, իր մանկություն այդ բայց վերանում է։ Քրիստոսի ասած այդ անմեղ երեխան փոխում արդեն։ Փորձը ցույց է տալիս, որ երբ որ երեխան, նաև հոգեբանների հետ եմ խոսել, իրանք ասում են, երբ որ երեխան փոքր տարիքից այդ կյանքի մասին ինֆորմացիա ունենում, ամեն մի երեխա չի կարողանում դա ճիշտ մարսել, եւ ասում են ինքը իր մոտ հնարավոր շեղումներ դառնան եւ ինքը կարող է նաև հակումներ ունենալ LGBT ճանապարհ ընտրելու, սուիցիդալ բաներ մոտ առաջանում, պատական չի եվրոպական վիճակագրությունը թե հանեք, իրանց երեխաների ծնողներից մեկի նկատմամբ, որտեղ դա որպես բռնություն է, այսինքն երեխաների մոտ ինքնասպանության դեպքերը, սեռաշեղման դեպքերը բազմաթիվ են ու մեծ են տոկոսները։ Հիմա մենք ասում ենք պետք է պաշտպանել երեխային, բայց պետք չի երեխային փոքր տարիքից անառողջ հետաքրքրություն առաջացնել իրենց մոտ։ Հիմա մեր հանրությունը այս առումով շատ կարևոր է մեր հանրության ռեակցիան։ Իսկ եկեղեցին, տեսեք, ես իմ ասած բոլոր դեպքում եկեղեցին խանգարող հանգամանք է։ Որովհետև այո, եկեղեցու օրենքներով այդ ամեն ինչի ինչի մասին խոսում ենք, ընդունելի չի մանավանդ մեր ազգի համար։ Տեսեք, նայեք մի բան էլ ասեմ, նույն աբորտների բանը։ Հիմա չեմ ուզում թվեր հնչեցնեմ, բայց սարսափելի մեծ թվեր են։ Հիմա պատկերացեք այսօր եթե պետությունը դրա դեմ իրոք ճիշտ քաղաքականություն վարի։ Այսինքն չթույլատրի, որ մարդիկ անհիմն այդ աբորտներով, բացի եթե կյանքին վտանգ չի սպառնում, այդ աբորտներով լցնի մեր հանրապետությունը։ Եվ պատկերացեք մեր բնակչության թիվը, ժողովրդագրության առումով ինչ կարևոր աճ կունենանք, էսել ենք մենք լուրջ, ստեղել ենք մենք լուրջ պարտվել։ Իհարկե։ Հետո զարմանում ենք ոնց է որ աշխարհում բոլոր երկրներում ցեղասպանությունը տեղի ունեցավ, այո դա ազդեց մեր երկրի ուրեմն բնակության թվի աճի վրա, բայց զարմանալիորեն մնացած բոլոր երկրները մեզից էլ փոքր ուրեմն մեզից էլ ավելի քիչ քանակության բնակչություն ունենալով այսօր թվեր են հասել, իսկ մեր մոտ կարծես թե ստանդարտ մնում ենք այդ 2-ից 3 միլիոնի մեջ։ Իհարկե սպիտակ եղերդել հետը հաշվի առնենք, որ 90-ականներից սաստիկ շատացավ, դա մեր քաղաքացիները, որ լքում են հայրենիքը։ Պարոն Զոհրաբյան, ես ձեր ասածների հետ միանշանակ համաձայն եմ ամբողջովին, ոչ մի այն որ ասում են ամեն ստորակետի տակ ես ստորագրում եմ, բայց եկեք նորից վերադառնանք եկեղեցու խնդիրների հետ կապված։ Տեսեք, արդեն իսկ նախընտրական իրենց ծրագրում իրենք ունեն ծրագիր եկեղեցու հետ կապված։ Դա չլսված բան է պատմության մեջ ընդհանրապես։
նույնիսկ բոլշևիկները գալուց այդ մասին չեն ասել, արեցին հեղափոխությունը հետո։ Ինչ եք կարծում, արդյոք սա միջոց չի, որպիսի ինչպես պատերազմի եւ Արցախի հանձնումը նա բարթեց ժողովրդի վրա, դուք եք ընտրել, դուք եք որոշել, չէ՞։ Հիմա արդեն եկեղեցու մասին, եկեղեցին քանդելու մասին բառից բուն իմաստով նա իր նախընտրական ծրագրում գրել է, միջև այսօր իր գրած բոլոր ծրագրերից ոչ մեկը չի արել, ես համոզված եմ սա կանի առաջնահերթ, հենց եթե Աստված մի արածե նա նորից մնա իշխանության։ Ինչ է կարծում, արդյոք սա չի արված, որպեսզի եկեղեցը քանդելը ժողովրդի վրա բարթի հետագայում իր արած այդ հակաեկեղեցական հավատքի դեմ այդ քայլերը։ Տեսեք, ես քիչ առաջ այդ օրինակները վերեցի կոնվենցիայի եւ մյուսների, մյուս վատ երևույթների, ցանկանում եմ նաեւ ցույց տալ, որ եկեղեցին այդ վատ երևույթների դեմ կանգնած միակ կառույցներից է։ Այո։ Եթե չասենք միակ կառույցն է։ Մասնավոր անձինք կան, որոնք փորձում են դիմադրում են, բայց այդ մասնավոր անձանց ուժը այդքան մեծ չի, ինչքան եկեղեցունը։ Հիմա եկեղեցուն էլ տարբեր հարցերով շեղում են, իր համար են խնդրեմ ստեղծել եւ խնդիրն է եկեղեցուն ջարդելը, որովհետեւ եկեղեցուն եթե ջարդեցին, մի կարևոր այստեղ բան էլ ասեմ, եկեղեցու ուժը նաեւ։ Եկեղեցու ուժը նաեւ սփյուռքին միավորելու մեջ է։ Ամբողջ հայության։ Այո, որովհետեւ Թուրքիայի համար սարսափ է հայոց սփյուռքը։ Իսկ երբ որ մենք այլ երկրներում որտեղ որ եկեղեցի կա, եկեղեցական համայնք կա, այնտեղ հայությունը ավելի միահամուռ է եւ ավելի նույնիսկ շատ արագ ռեակցիաներ է տալիս Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Հայապահպանության գործում չկա փոխարինող։ Եվ ցեղասպանության այդ պահանջատիրություն կրողն է դառնում։ Այո։ Այսինքն իզոր հայերի վիճակը դրսում վատ լինի, կմտածեն իրենց օրվա հացի մասին, չեն էլ մտածի հայ ազգի ինքնության, բայց եկեղեցին այդ առումով ինքը այդ լուրջ գործը անում է եւ դրա համար նույն Թուրքիայի, թուրք-ադրբեջանական ուժերի համար մեր եկեղեցին այսօր լուրջ թիրախ է։ Եվ եթե կարող ասեն քաղաքական գործընթացները անում են շեղելու, եկեղեցուն դեմ են գնում շեղելու համար մեկ այլ process, բայց իրականում հենց եկեղեցին է ամենակարևոր process-ը ջարդելու իմաստով, որովհետև եկեղեցուն ջարդելու դեպքում մի մոտակա մի 100 տարում իրանք իրենց հարցը կլուծեն։ Հիմա տեսեք, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Ինքը հիմա կներեք, այստեղ մի կարևոր բան եմ ուզում ոնց որ այդ միտքը արտահայտել, որևէ կերպ նախընտրական այս գործընթացի ժամանակ, այսինքն ընտրությունից 1 տարի առաջ, որևէ մի քաղաքական ուժի ձեռ չի տալիս եկեղեցու դեմ պատերազմել բացահայտ։ Հետաբար եթե նա դա անում է, նշանակում է այստեղ ինքը չի իրական շահառուն դրա։ Այո։ Իրեն ասում են որ անի, որովհետև ձեռ չի տալիս, դե ինչ կա, նույնիսկ ԿՊՀ-ական այդ թիմի մեջ կան մարդիկ, որոնք գնում են հավատացյալները չեն ընտրի ուղակի, հա, այո, քրիստոնյաներ են, գնում են պատարակների, այսինքն գիտեք ինչ, եկեղեցու մասով ունեն այլ վերաբերմունք։ Եվ այդ անելը ու իրականում էլ ես նաև սոցհարցումներից եմ տեղյակ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավականին ընկել էր։ Հենց եկեղեցու դեմ դրա համար ինքը փոփոխեց որոշակի մեթոդներ։ Պատարակներն արդեն իրան այդ մասին խոսամ, հա, անպայման, հա։ Այսինքն նշանակում է, որ սա ինքը չէր, որտեվ իրեն ձեռ չէր տալիս։ Ինքն էլ այն մարդը չի, որ մի բան անի, որ իրան ձեռ չտա։ Այսինքն նշանակում է դրսից մի ուժեր կան, որ իրան ասում են, այսպես պետք է անես։ Օրակարգը դրել են, ասել են պետք է գնաս առաջ։ Հիմա այս առումով ինքը հենա դրսի ուժը։ Հիմա ինչ են անում իրենք, տեսեք, հիմա իրենք ինքը դա ծրագրային դրույթ է ցույց տալիս եւ շատերը կարող է դրան ուշադրությունը չդարձնեն։ Հիմա դրա մասն է կասեմ, թե ինչ մոտիվացիաներով է ինքը փորձում իր ընտրազանգվածին ապահովել։ Հետո, եթե հաջողություն ունեցավ, ինքը գնալու հարցակում է սկսելու եկեղեցում ավելի լկտի ու բացահայտ։ Եվ ասելու է, ինչ ժողովուրդն այդ մանդատը տվել։ Դուք տվեցիք, դուք ասեցիք։ Իմ ծրագրում կար, դուք էլ ինձ ընտրեցիք, այսինքն դուք իսկ ինքը ժողովրդի հետ ոնց է խոսում, ինչ է անում ինքը։ Շատ པարզ է դա, շատ པարզունակ թեզեր են։ Թեզ առաջի խաղաղություն, ասում է, եթե ես չգամ, ես չկա, կլինի պատերազմ։ Բայց ասեմ ավելին, մեկը լինելու է պատերազմ։ Ով ուզում է ինչ խոսի այստեղ, մենք չենք կարող պատերազմից խուսափել։ Եթե նայեք, ծառի արմատին միշտ ծծմբաթթու լսնենք, կիսլատա լսնենք, ամեն օր լսնենք։ Այդ ծառը ոնց կարող է մեկը ասի, այս ծառը թարմանալու է, լավ պտուղ է տալու։ Մեր այսօր մեր ազգը, մեր ժողովուրդը ամեն օր թունավորվում է։ Այս ներքին պառակտումներից, այս ներքին այս պայքարից, այս պիղծ բաներից մենք ամեն օր ատելությունից ամենակարևորը։ Հիմա նայեք, կա պատմություն, պատմությունը, որոնք իրանք փորձում են ջնջել, կա պատմություն, պատմությունը ցույց է տվել, որ
թուրք-ադրբեջան, թուրքերը, որ ադրբեջանցիները գիտենք այս թուրքական ցեղը, թուրքերը երբեք այդ, ոնց ասեմ, մեծահոգությունը չեն ունեցել։ Երբեք չեն էլ ունենա։ Այո, ուժը չպատեց։ Մենք այդպեսի խոսում ենք, չէ՞, ասում եմ, ուժը չպատեց, ձեռքդ քամփուրի, ուժը պատեց, ձեռքդ վիզդ կկտրի, գլուխդ կկտրի։ Հիմա ուժը չպատեց, մեր այդ լավ կլինի, ուժը պատեց, մեր գլուխը կկտրի։ Այս պայմաններում հիմա նայեք նույն Արսեն Թորոսյանի այդ կեցվածքը, նվաստացուցիչ կեցվածքը Արցախում եկեղեցու քանդման հետ կապված, տեսեք, ասում է իր տարածքն ինչ ուզում է կանում է, խախտելով միջազգային բոլոր օրենքները։ Այո, երաշխավորված հենց այդ մշակութային արժեքների պաշտպանության եւ մեր կրոնական նաեւ իրավունքները։ Հիմա տեսեք, ինքը ինչ ասում, ինչ կուզի կանի, այսինքն նայեք, ստաց վահո պատերազմի չենք բերելու։ Երբ որ վաղը ինքը սկսեց ավելի մեծ պահանջներ դնել, օրինակ ասեց Սևանա լճի կեսը մերն է։ Վահո պատերազմ չենք բերելու։ Ինչ ենք անելու։ Այսինքն գիտեք ինչ, Չարի վերջը հեքիաթը Հովհաննես Թումանյանը հենց այդպես չի գրի, այո։ Որովհետեւ ի վերջո գալու է վերջի ձագի հարցը։ Չէ, դա հիմար կկունի չէ, երկու ձագին տվեց, վերջում գալու է մի բա, գալու է վերջի ձագը։ Էմերանք ագրավություն անելով, ասելով որ մի տուր։ Հիմա տեսեք, գալու է այդ օրը ի վերջո։ Այսինքն գալու է մի բա, որտեղ դու ասես, լավ, այս վերջի ձագն է, այլ բան չունեմ։ Սյունիքը տվեք, որ մյուսը չկորցնենք։ Էսի գալու է այդ պահը, ու հիմա դուք ճիշտ եք նկատել, ինքը հատուկ դա այդ ծրագրային դրույթի մեջ դրել է, որպեսզի դա օգտագործի եւ ամենացավալին գիտեք որն է, որ դա հանցագործություն է, ուղիղ հանցագործություն է։ Այո։ Ու եթե հանկարծ իր ընդդիմադիր ուժերը այդպիսի ծրագրային դրույթ դնեին, մի վարքանում այն ոնց են հիմա ձայնագրություններ են դնում, կկալանավորեին բոլորին։ Ես պատկերացնում ինչ ձայնագրություններ ա դրվելու սրանց իշխանությունից հեռանալուց հետո, երևի մի հատ ինչ սերիալ կար, կարծեմ ամերիկյան, որ չէր վերջանում ոչ մի կերպ, երևի տարիներով դա գնա Սանտա Բարբարա։ Սանտա Բարբարա, հա, Սանտա Բարբարա, եւ այո, այդ ամեն ինչի ուրեմն ֆոնին սրանց կարելի ասել լռությունը եւ միայն այդ ծրագրի մեջ դա ներառելը արդեն པարզ պետքա լիներ, որ այստեղ հանցագործության են պատրաստվում գնալու եւ ինչպես կալասեր կարծեմ այդ անունը, որ ասեց մենք Մոլդովայի նման ենք անելու, իսկ Մոլդովայում բացահայտ խախտումներ արեցին, մարդը ընտրվեց, չթողեցին, ասին չէ, մեր ուզածը չի, չպետքա լինի։ Հիշեցիք պատարակների մասին, անպայման ուզում եի այդ մասին խոսեի, բոլոր, այսպես ասած, նիկոլականները հավատացյալ են դարել եւ երբ որ հարցնում են, ես միշտ գնում եմ ամբողջ օրը, մենք պատարակներից տուն չենք գնում եւ այլն, միայն Կիրակիները չի, իրանք երկուշաբթի, երեքշաբթի, չգիտես որտեղ գնում են միշտ պատարակների եւ հետո հանկարծ իրենց կուրքը որոշեց չգնա ու նորից բոլորը դարձան անհավատ, նորից պատարակներին իրանց չես տեսնի, այդպես հավաքված գնալես եկեղեցի այդ թատրոնները ես զարմանում եմ ոնց են որոշ մարդկանց մոտ այդ ներկայացումը այդ շատ էժանագին ներկայացումները անցնում, պարոն Զորաբյան։ Ինչ որ բան ինձ թվում է այս ատելության եւ այս ամենաթողության այս մթնոլորտը մարդկանց ինչ որ շեղել է, մարդիկ ինչ որ փոխվել են կամ միգուցե մենք իրոք ապրել ենք նման մարդկանց կողքը եւ երբեք չենք նկատել դա։ Իմ համար անբացատրելի է որտեղից հայտնվեցին այդքան մարդիկ, որ կարող են ասել, տեսեք դուք խոսում եք Թուրքի չփոխվելու մասին, դա հազար տարի է անցել մենք ապացուցվել ենք։ Ես միշտ օրինակ եմ բերում կենթանական աշխարհում։ Կատվի ձագը որ ծնվում է, կատուն չի բռնում տանում ցույց տալիս, ասում է տես, այդ շունը իրանից պիտի զգուշանաս։ Չկա նման բան։ Կատվի ձագը արդեն բնազդորեն գիտի, որ գենետիկ գիտի որ դա։ Այո, գենետիկ, դա տարիների ընթացքում ձևավորված գենետիկա է։ Նույնը ձևավորվել է իրական հայերի մոտ։ Ոչ թե վախ, այլ զգուշություն, անվստահություն։ Եվ սովետական միությունը 70 տարի փորձեց դա փոխել, երբ որ արցախցիների հետ մանավանդ խոսում ես, դա երբեք էլ չի փոխվել։ Սուտ են ասում, խափում են այսօր, որ ասում են արցախցիները լավ էլ ապրել են իրանց հետ, չի եղել այդ։ Այնտեղ այդ կոնֆլիկտը միշտ եղել է։ Միշտ սպանություններ, ես ճարտարի մասին են կարծեմ պատմում, որ երեխա են սպանել, հետո դրանից հետո թուրքերին են վար, այդ կոնֆլիկտը միշտ գնացել է, միգուցե փոքր մասշտաբներով սովետական միության քաղաքականությունից ելնելով նաև չի բարձրաձայնվել այդ մասին։ Բայց այսօր որ գյուղը մտնես, մի քանի պատմություն այդ հակամարտության մասին կպատմեն։ Պարոն Զաքարյան, մի կարևոր բան եմ ուզում նշել, այդ խաղաղության կեղծ
օրակարգի առումով։ Մի կարևոր բան կա, որը չգիտեմ ինչի մեծ քննարկման առարկա չի դառնում։ Տեսեք, Ադրբեջանը մեր հետ երբեք չի կնքելու խաղաղության համաձայնություն, բացատրեմ ինչու։ Հայ 1991 թվականին, երբ որ մենք անկախացանք եւ իրենք էլ, ընդ որում ասեմ, Հայաստան եւ Արցախը անկախացել են հանրաքվեով։ Այո։ Ադրբեջանը անկախացել է իր Գերագույն խորհրդի որոշմամբ։ Այսինքն իրենք հանրաքվե չեն արել։ Այդ առումով մեր լեգիտիմությունը, նաեւ Արցախի առումով հանրաքվե է եղել։ Իրենք ունեն 91 թվականին ընդունված անկախության մասին սահմանադրական ակտ, որի մեջ հետաքրքիր ձևակերպներ կա։ Ասում է, իրենք չեն ընդունում խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունը եւ ասում են, որ իրենց տարածքները խլել են, Ռուսաստանին են մեղադրում դրա հետ կապված եւ գրված է, որ իրենք իրենց համարում են 1918-ից 20 թվականը Ադրբեջանի իրավահաջորդը։ Հիմա նայեք, ինչ հետաքրքիր բան կա, փորձենք դա պարզել։ Այսօր Ադրբեջանը ասում է ձեր սահմանադրությունը մեզ խանգարում է, մեր խաղաղությանը։ Փոխեք, որովհետեւ սահմանադրության մեջ կա հռչակագիր, հռչակագրին հղում, հռչակագրում էլ կա Արցախի վերամիավորման մասին նշում եւ ցեղասպանության պահանջատիրության մասին հղում։ Հիմա իրենք ասում են դա մեզ խանգարում է։ Հիմա եկեք նայենք, արդյոք իրանց չի խանգարում իրանց անկախացման ակտը։ Այդ անկախության սահմանադրական ակտը, որ նայում ենք 18-ից 20 թվականին, դե գնում ենք պատմություն 1918-ից 20 թվականին Ադրբեջանը իրենն էր համարում Սյունիքի Զանգեզուրի այդ իրենք մեծ մասը, Վայոց Սյունիքի մեծ մասը, Սևանա լճի կեսը իրենք համարում են իրենցը եւ ավելին իրենք դիմել են այն ժամանակ ազգերի լիգա այդ կառույցին, որը այսօր մեր ՄԱԿ-ի ոնց որ նույն դերակատարումն ուներ, դիմել են եւ խնդրել են ճանաչել իրենց սահմանները։ Իհարկե ազգերի լիգան չճանաչեց, որտեղ այդ ժամանակ պատերազմ էր գնում, վիճելի բաներ կար եւ այլն, չճանաչեց, բայց մենք խոսում ենք իրենց պատկերացումների մասին։ Ադրբեջանը հո իրեն համարում է, այո։ Հետեւաբար, տեսեք, եթե Ալիևը հիմա որևէ թուղթ ստորագրեց, որով օրինակ Սևանա լիճը ամբողջությամբ ճանաչեց, ինքը հակասելու է սահմանադրական իրանց սահմանադրության, այո։ Իրանք կդատեն դրա համար։ Հետեւաբար իրանք ինչ են անում։ Ախր սա շատ պարզ է։ Իրենք իմիտացիա են անում, որ ուզում են հաշտվեն, որոշ բաներ փոկում են խաղաղությամբ, որովհետև այսօր մեր իշխանությունը այդ արժանապատիվ կեցվածքը չունի դիմադրելու։ Այո, նվաստացուցիչ քանդում եք, լավ, ձեր տարածքն ինչ ուզում եք կարեք։ Փոքրիվ չեն կան։ Այս բաները ինչ փոկեն կփոկեն, ավելին զուգահեռ բնականաբար մեզ ստիպում են, որ մենք մեր զորքից հրաժարվենք, մեր զինված ուժերի հզորությունից հրաժարվենք, մեր եկեղեցուն են փորձում խեղճացնել, այսինքն հոգևոր ներքին այդ ոգուց են ուզում մեզ ջարդել, կտրել, եւ այս արդյունքում մի հատ է հարմար միջազգային ինչ-որ մի հատ լավ իրավիճակ կլինի, օրինակ չգիտեմ Ռուսաստան, Ամերիկա, կոնֆլիկտ կլինի, Իսրայել, Իրան կոնֆլիկտ կլինի, հարմար պահի իրանց ծրագիրն անելու են։ Եվ եթե որևէ մեկը հիմա մեզ կեղծ էս օրակարգեր ուզում է շեղել, իբրև ու ինքն էլ կարող է հավատում է, որ իրոք խաղաղություն է, կարող է իրոք հավատում է։ Ինչ նույնիսկ եթե հավատա, ախր կա պատմություն, ի վերջո կա այդ սահմանադրական ակտը, թող հիմա նստեն, քննարկում անեն, հասկանան, արդյոք Ալիևը պատրաստ է այդ սահմանադրական ակտի դեմ բան անի։ Դուք ես դիլետանտներից ինչ որ բան եք սպասում, պարոն։ Չէ, ես ժողովրդին այն մարդիկ ովքեր իրանց համար եմ ասում, իրանց գիտեմ, իրանք գիտեն իրանք ինչ են անում։ Շատ շնորհակալ եմ պարոն Զոհրաբյան հետաքրքիր զրույցի համար, հուսով եմ վերջին անգամ չեք գալիս մեր տաղավար, շատ թեմաներ կան զրուցելու, այսօր ամփոփենք երևի սրանով, հուսով եմ, որ այս եվրոպացիների այցը թույլ չենք տա, որ առանց տեղեկանալու, որ մենք գիտենք, որ դուք գիտեք, որ մենք գիտենք, այդպես է կոչվում, այսինքն այդքան էլ անտարբեր չենք մեր իսկ, հա, ապագայի համար, սարսափելի է, ես այսօր նայում եմ, որ մենք այս ամեն ինչը արվում է մեր սերունդների կյանքը դժոխք սարքելու եւ մարդ ապրում է հենց իր սերունդների, իր զավակների, իր թոռների, իր ծոռների համար եւ պետք է անի ամեն ինչ, որպեսզի ավելի լավը թողվի իր սերունդերին։ Հիմա հակառակ process-ն ես տեսնում։ Ես զարմանում եմ այդ տարեց մարդկանց վրա եւ ոչ մի այսպիսի ասած խղճահարություն եւ այլ չեմ ապրում, երբ որ նա կարողանում է ասել, որ թող իմ երեխաների ապրելու 30 տարին տա այս մարդուն, թող այս հացը դառնա 1000, թող երկաշարժնի երկինքը փլվի եւ այլն։ Նման մարդկանց հանդեպ ոչ մի հարգանք ես չեմ կարող ունենալ։ Շնորհակալ եմ կրկին անգամ, որ ժամանակ գտակ, ես գիտեմ ինչ զբաղված եք, մենք ծանոթ ենք, ես տեսնում եմ ձեզ զբաղվածությունը, նույնիսկ ընտանիքով, երեխաներով զբաղվելու ժամանակ չի մնում, քանի որ այսօր ապրում ենք նման իրավիճակում։
Շնորհակալություն, կհանդիպենք շուտով։